Մարիա հեռուստասերիալում սկսվում է մի փուլ, որտեղ գերակշռում են լարվածությունն ու վտանգը։ Դավիթի դատավարության օրը սրընթաց մոտենում է, իսկ նրա անմեղությունը հաստատող որևէ փաստ կամ վկայություն մինչ այժմ չի հայտնաբերվել։ Ռուբենը, տեսնելով, թե ինչպես է իր որդին Աբուլը հոգեպես տառապում եղբոր ճակատագրի համար, որոշում է կազմակերպել գաղտնի հանդիպում նրանց միջև։ Նա անձամբ զանգում է Աբուլին և տեղեկացնում իր նախաձեռնության մասին, սակայն հենց Ռուբենը օգտագործում է գաղտնի բառը, Աբուլը հասկանում է ամենավատ տարբերակը։ Դավիթի գործերը իսկապես շատ բարդ վիճակում են։ Ռուբենը փորձում է մեղմել իրավիճակը, սակայն Աբուլը չի հավատում նրա խոսքերին։ Եվ մինչև Ռուբենը հուզիչ հանդիպում է կազմակերպում, Մարիան լուր համարձակ մարդ է մղում արդարության համար։ Նա որոշում է իր գաղտնի պլանի մասին պատմել իր մանկության ընկերուհուն Անիին։ Մարիան բացատրում է, որ Ռաֆի հետ իր շփումը ընդամենը խաղ է հանուն ճշմարտության, հանուն Դավիթի ազատության։ Նա հուսով է, որ մի օր Ռաֆը կվստահի իրեն այնքան, որ խոստովանի կատարած հանցանքը։ Անին, լսելով այդ ամենը, ի վերջո հասկանում է Աբուլի զգուշացումների իրական իմաստը, երբ վերջինս ասում էր, որ Մարիան խառը գործերի մեջ է։ Կեսգիշերին Ռաֆը զանգում է Մարիային և կանչում հանդիպման։ Մարիան սկզբում մերժում է, իսկ հետո համաձայնում և գաղտնի, լուր, առանց որևէ մեկին ասելու դուրս է գալիս տանից։ Նա գիտի, որ այս քայլը կարող է վտանգավոր լինել, սակայն այս պահին այլ ելք չունի։ Միայն ճշմարտությունն է կարող վերականգնել արդարությունը։ Նույն պահին տիկին Ալիսան մտնում է Մարիայի սենյակ և հասկանում, որ նա տանը չէ։ Շփոթված և անհանգիստ մի քանի անգամ զանգում է Մարիային, սակայն ապարդյուն Մարիան չի պատասխանում։ Վերջում նա ստիպված Մարիայի բացակայության մասին պատմում է Ռուբենին, ու այստեղ արդեն ամեն բան խառնվում է իրար։ Մարիան հիմա արդեն հանդիպել է Ռաֆին։ Ռաֆը վստահ է, որ վերջապես շահել է Մարիային, սկսում է իրեն թույլ տալ անթույլատրելի արարք։ Մարիան փորձում է արագ հեռանալ, սակայն Ռաֆը բռնի ուժով նրան պահում է իր մոտ, այլևս կորցնելով վերահսկողությունը։ Հարգելի հետևորդներ, արդյոք Մարիային կհաջողվի ազատվել Ռաֆի ճիրաններից և արդյոք Ռուբենը կհասցնի ժամանակին օգնության հասնել նրան, դեռ պարզ չէ։ Հարգելի հետևորդներ, գրեք մեկնաբանություն, իսկ դուք ինչ կարծիքի եք այս մասին։ Սուր ինձ հարց են տվել, ընկեր ունես։ Նեկուն են ասելի, որ անտեր չես։ Նեկուն կերպ ունեն ասել։ Այսինքն եթե չունեմ, ուրեմն անտեր է։ Դե բա մարդի թե ընկերներով է հարուստ, թե ընկերներ չունես։ Ինչ ասենք։ Որ կամարիկը կերում է։ Եվ ով է այդ ընկերը։ Դա չբարձրաձայն ենք ամեն դեպքում։ Իսկ թվում է բոլորից համար բարձ։ Ոնց է ինչ որ բան ստահեք չեմ կամ տեղի։ Դու լավ ես։ Կարայինք չէ, մենք հիմա օրինակ տանը լինեինք։ Ես կլինեի անկապիկ։ Ես սուրճ կխմեի տանը, սուրճ։ Ընկերները կարաման են մենք խոսքը։ Այսօր։ Դե գնա, նստել ես։ Ես դες ուզում եմ ցույց տալ, թե ոնց է հնարավոր դառնալ դերասան եւ ուղղակի պարկած փող աշխատել։ Խնդրեմ։ Սովինան, ինչի՞ չես աշխատում։ Ալլա, աշխատի։ Որովհետև չգիտեմ։ Այսօր եմ նկարահանման։ Այսօր նեժնի նկարահանում է, էլի։ Անիմաս գովազ նման։ Չէ՞ սուր։ Նեժնին ես սպասում եմ, դու իրան գովազ կանես։ Ես Վարդանի կյանքից եմ ուզում։ Կրավատս քանդելա մեջը պարկելա։ Ջուրը տվեցինք։ Հիմա տալիս ենք ուտելիքը։ Հələ մի բան է, ես եմ իրան խանգարում, իրան մլծիկից խանգարում եմ, կտրում եմ իրան։ Ես իրան ուզում եմ։ Время пройдет, и ты забудешь все, что было. С тобой у нас, с тобой у нас. Բայց ես տաղանդա մեր Էլենչոն։ Սուրենը կրևանում, թե ուրա թամի, ես 2 րոպե շուտ հասել եմ։ Հադ Կրիշնային։
Կրիշնային։ Չգիտեմ։ Ես պատրաստ եմ։ Մենք ֆիլտրով ենք ստորյանում, որ մեր տանջված դեմքերը չտենակ։ Երեխեք դուք գիտեք մենք ինչ բարդ տեսարան ենք խաղացել այսօր, երկուսով, այն որ ուժ չունենք։ հա, սպառվել ենք, բայց ասա որ ժամը 6:10-ա, ես դեռ ուր եմ։ TV-ում եմ։ Դեռ նկարահանման եմ, ես բայդրությամբ պետք է ասցեն, նոր կրկնեմ առավոտին 9:30-ից էստեղ եմ, 3:00-ից եւ վաղ էստեղ եմ։ Я в плену, помогите։ Այսենց վաղեմի ընկերներով Գևորգին ուսանողական տարիների ընկերն է, իսկ Ռոմելը իմ լավ ընկերն է։ Եկել ենք պրիմերային։ Սպասեք առաջիկա լարված սերիաներին։ Երևի կհայտնվի։ Երևին որ նա հայտնվելու է, չէ՞ Գրիգ։ Այո։ Ես այսօր այնքան բան եմ հասցրել անեմ, ուղղակի չեք կարա պատկերացնեք, իսկ պատկերացնելու համար մենակ մի բան կասեմ։ Ժամը 6-ն է լինում, ես մինչև հիմա սուրճ չեմ հասցրել խմեմ, ինձ թվում է այդքանով ասվածը թե այս առավոտից ինչ վազվզոցի մեջ եմ։ Ինձ 2 կիլո համբերություն, 3 կիլո նервեր, մեկ է մի 4 մեշակ փողա պետք, ով կօգնի։ Լավ վերջինը կատակ էր, բայց նախավերջին ու նախավերջինը ճիշտ էր։ Աղջիկս կոֆե է պատրաստում։ Տոկը չտա։ Չէ, պլաստմասը։ Նկարում չէ, մենք կնենց աշխատանք ունենանք, որ մեր գործը սկսվի ժամը 3-ից 3-ը։ 3-ին ու 6-ին ավարտվի։ Ինչ վատ կլիներ։ Շատ փող չենք ուզում, լավ է 3 ժամը։ Շատ չէ, չի տանում։ Նորմալ։ Մարիա ջան, էս արդար է, որ սենց ցուրտ է հոկտեմբերին։ Իսկ արդարա, որ ես այսպես պիտի նկարվեմ առանց այս Մի պիջակի։ բացի շորերը։ Դա ինչ ձև է։ Ժողովուրդ, ես իմ աբուլին եմ տեսել։ Արի։ As for now drinking. Շատ։ Չէ, շատ։ Այո։ Կյանք կարող է Մեր նկարահանումները շարունակվում են Մարիա հեռուստասերիալի։ Ես ու Թամարիկը սենց բարի ադրացիական հարաբերություններով, Ես կասեի սիրով։ սիրով, էկրանից այն կողմ սիրով սիրելի հեռուստատիտողներ, այդպես մի դատեք մեզ։ Հո, ինք շատ լավ մամա է։ Ստեն դատում Թամարա ջան, շատ։ Շոտ։ Նկարահանման ենք, այս տղեն լացացնում է ինձ։ Սիրում